Conditional attribute։ Մենք արդեն խոսք ենք տվել, որ այս ատրիբուտի մասին խոսենք, ատրիբուտ բաժնում, իշապ 2։ Ատրիբուտ բաժնում մենք անցանք, ենթադրենք, այնտեղ absolute, որը հնացած տեխնոլոգիաներ, ատրիբուտ, ասենք serializable, անցանք սինխրոնիզացիա ատրիբուտներ, enuum ատրիբուտը կար, ասենք որ conditional կանցնենք, որովհետև preprocessor-ի հրամաններին է փոխարինում։ Ատրիբուտ էսպես է ներկայացում, չեք մոռացել, դրվում է կամ ֆունկցիայի կամ կլասի վրա, գլխին վրա, կողք եւ այլ, այսինքն ֆիզիկապես նշեցի։ Փոխարինում է if and if-ին։ Ահա if and if-ը, եթե ուզում եք ուրիշ ձևով ներկայացնեք, որ մի քիչ առաջ անցանք նախորդ դասում, ապա դուք դնում եք ատրիբուտ։ Ինքը որոշ առավելություններ երևի կունենա։ Ինքը, եթե conditional attribute-ը դրած ֆունկցիայի վրա, conditional attribute-ը դրած կլասի վրա, ապա կարող է չեզոքացնել ցանկացած մեթոդի հղում։ Սիմվոլ է որոշում, ոնց որ define-ում որոշվեց սիմվոլ նախորդ դասում, իմ օրինակում define df ենք անում, ուրեմն define-ը պարտադիր է, եւ conditional attribute-ը, որը ենթադրաբար այստեղ դրած է կլասի գլխին, դրած է ֆունկցիայի վրա, տեսնենք, հիմա մենք միասին կնայենք, define-ը մեզ կօգնի, որպեսզի մի այլ ձևով պայմանական թարգմանություն աշխատացնենք։ Դիագնոստիկ անունի տարածքում է գտնվում եւ իր ամբողջ իմաստն է, որպեսզի փոխարինի այս preprocessor-ի հրամաններին եւ կարող է եւ մեթոդների եւ կլասների վրա կատարվել։ Շատ լավ, այստեղ նշած օրինակի բացատրություն չեմ ուզում կատարել, ես ուզում եմ ուղղակի օրինակով գնամ դրա այդ բացատրությունը կամ օրինակի վրա մենք քննարկենք, հանենք եւ նայենք, ուղղակի նայեմ, ուրեմն define, արդեն սկսենք preprocessor անցած տեխնոլոգիայով, C# ամենավերևն է դրվում, նույնիսկ using system անունի տարածքներից վերև, df-ն ֆունկցիա d-ան a կլասն է, ավելի գեղեցկացրել եմ, df-ն true է, d-ան true է, preprocessor-ի հրամանների համար օգտագործելի է եւ console write line ենք անում if else, այսինքն ոչ մի կապ չունի ատրիբուտի հետ։ Այսինքն ինչ խնդիր ենք դնում, սովորական խնդիր է։ Ես ուզում եմ ֆունկցիան ղեկավարել, պայմանական մտնի թե չէ, եւ ֆունկցիան if-ի տակ եմ դնում երկու ձևով, այսա մի ֆունկցիա է, սա հայտարարումն է, սա օգտագործումը։ Ես օբյեկտի վրա կարող եմ դրել if in def եւ կլասի վրա կարող եմ դրել end in f։ Ոչ մի հարց։ Հիմա, քանի որ այս ընկերները true են, ապա ինքը երկուսն էլ կաշխատի։ Առանց ատրիբուտի example-ը կոչվում, համ f-ն աշխատացնում, համ աշխատացնում է կլասը։ Թույլատրված է։ Հիմա սրանցից մեկը, եթե ես undefined անեմ, այսինքն հանեմ, ինքը չի աշխատի ֆունկցիան։ Եթե ես հանեմ կլասը, ապա չի աշխատի կլասը, նորմալ է, լրիվ հասկանալի է։ Երկուսն էլ հանեմ, երկուսն էլ կոդում չեն լինի, կանչելը եւ նկարագրել։ Շատ լավ։ Սրան փոխարինող տեխնոլոգիա ենք ուզում ման գալ։ Ինչու՞։ Տեսեք, եթե ես այս FF-ը հանեմ, եւ աշխատացնեմ, նորմալ է, կանչը FF-ի տակ չեմ դնում, սակայն քանի որ իմ FF-ը if-ի տակ է գտնում եւ նա true է, կաշխատի։ Հիմա ես փորձում եմ, ասենք հանել, ենթադրաբար, ուզում ես define-ը հանել, ասենք սա կաշխատի, որտեղ ինքը true է գտնվում։ Հիմա եթե լեկցիայում մենք նայենք, կտեսնենք, որ ստիպված պետք է փակել նաև նրանց կանչը։ Հիմա եթե ես հանկարծ փակում եմ, եթե հանկարծ փակում եմ, так, այսա փակա, այսինքն if define-ը false է, տվեց սխալ։ Ահա գեղեցկությունը հետևյալում է։ Եթե ես df-ը, ասենք դիրեկտիվա f-ը,
ուրեմն define f ավելի շուտ։ Ես դնում եմ, որ f-ը չգտնվի թարգմանության մեջ, իր կանչը արգելված է։ Ես պետք է ստիպված սա էլ դնեմ դիրեկտիվայի տեխնոլոգիայի մեջ, որը մենք կտեսնենք, որ եթե դուք ֆունկցիան կամ կլասը հանում եք պայմանական ապա անպայման կանչն էլ պետք է հանել, այս կանչը եւ այս օբյեկտ ստեղծելը։ Սա լավ չի եւ ատրիբուտ այդ խնդիրը կլուծի։ Նույնը բանի համար է, սրա համար է։ Եթե ես ես դնեմ parse-ը ինքը կաշխատի, բայց եթե ես հանկարծ ուրեմն օբյեկտը ուրա կանչում եմ, ինքը աշիպկա կտա, սխալ կտա, error կտա, որովհետեւ սա չի մտել կոմպիլյացիայի մեջ։ Ուզում ենք այս թերությունից խուսափել։ Ինչ է արվում։ Ատրիբուտ կարելի է դնել եւ կլասը եւ մեթոդի վրա, եւ այստեղ այդ փոքր թերությունը օրինակով ասի, նույնիսկ չեմ կարդում։ Գրածա գեղեցիկ, բայց օրինակը ավելի ճիշտ գեղեցկություն է, պրակտիկ, հետո տեսական։ Եվ վերջ։ Փոքր դասերից է, բայց շատ պետքական։ Մանավանդ այն ատրիբուտ դասի հետ է կապված, այնում ատրիբուտը բացատրեցի, ասի այս ատրիբուտը կա, կոչվում է ստանդարտ ատրիբուտներ օգտագործողի համար, եւ ստանդարտ ատրիբուտների օգտագործողի համար տեխնոլոգիան, քանի որ պրեպրոցեսորի հրամանին է փոխարինում։ Նայում ենք, տեսնենք այդ թերությունը կա, թե չէ։ Այդ նույն if and if-ը այս տարածքում գոյություն չունի, բայց define-ը գոյություն ունի։ Ես f-ի գլխին, f-ի վրա դրել եմ ատրիբուտ, իմ ֆունկցիան կմտնի պայմանական condition-ի մեջ, այսինքն պայմանական թարգմանության մեջ, այս define-ի պատճառով կլասի վրա եմ դրել, նույնպես կաշխատի։ Հիմա կաշխատի։ Ինքը լրիվ թարգմանության մեջ կմտնի բոլոր կոդերը։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ։ Եթե ես նույնիսկ undefined եմ անում սա, f-ը չի գտնում ատրիբուտի տակ։ Ես f-ը չեմ հանում, բայց իմ ֆունկցիան, այս ֆունկցիան, որը որտեղ այստեղ է գտնվում, որոշված չի, վտանգի մեջ է այս իմ ֆունկցիան, ասենց մեթոդը սենց անեմ, էլի։ Այս իմ մեթոդը define-ով, ասինքն define function-ի հայտարարման, preprocessor-ի հայտարարման մեջ false է։ Ինչ է նշանակում, այս կոդը չի թարգմանվել, չկա, f գոյություն չունի։ Լավ։ Եվ հրաշքի ինչու՞ն է, որ սա error չի տալիս։ No error։ Այսա ամբողջ իմաստը, որ սա error չի տալիս։ Ես այսինքն որևէ տեղ որ ֆունկցիա հանում եմ, undefined-ով իրան հանում եմ կոմպիլյատորի մեջ չի կանչերը, որը միլիոն տեղից կարելի, չեմ գնալ հերթով if and if այսինքն այս կարգի տեխնոլոգիա մի անգամ էլ ենք անցել, սիլդերի հետ է կապված, ֆունկցիաների հետ է կապված, սիլդ մեթոդների հետ եւ այլն, չեմ ուզում այնտեղ կատ խորանամ, այո, օգտակար է, երբ որ f-ի կանչը դուք չեք չարչարվում, ու ինքը չի էլ կանչում, բայց բանից պարզում է, որ կոմպիլյացիայից դուրս մեթոդը կա, կանչը կա, ու ինքը error չի տալիս, լավագույն բացատրությունը, պարզ է, եթե ես այդպիսի բան անեմ, սա էլ չի condition-ի տակ մտնում, բայց ամբողջ իմաստը ինը մեկը իրան կանչում է, այս սա ոչ թե թերություն է, այլ առանձնահատկություն է, որտեղ ատրիբուտներով աշխատանքը էլի շատ լավ բաներ ունի, վերևը նշված է, որ ատրիբուտների ժամանակ ունի ատրիբուտին հատուկ միջոցներ, որը չունի պրեպրոցեսորի հրամանը, այս նրբությունն էլ է կարևոր հիշել, որ սա թարգմանության մեջ չմտավ, բայց եւ այնպես օբյեկտի աշխատանքը կատարեց, այսինքն այս տեխնոլոգիայում իր օբյեկտի աշխատանքը ինքը template է, ինքը արդեն RAM-ում տեղ է գրավել, շաբլոնում տեղ է գրավել, կարճ ասած, այս տեխնոլոգիան պետք է իմանալ, կլասի դեպքում conditional attribute-ը կոդի թարգմանությունից չի հանում, այսինքն սա մնաց կոդում, տենց վերցնենք, ինքը մեկա կոդում է մնում, բայց եւ այնպես որոշ առավելություններ կլիներ, իսկ ֆունկցիայի համար ամբողջությամբ ինքը տեղավորեց, սա ցուցադրեց, այսինքն նաև կլասի վրա ենք օգտագործում, կամ կլասի հետ ենք օգտագործում, կլասը բաց համակարգ լինելու պատճառով, այս conditional այլ պարամետրերով եւս օգտագործելի է։
Իսկ ամփոփում էլ չկա, ցանկանայի մի թեթև ամփոփել, conditional attribute-ը փոխարինում է preprocessor-ի այս հրամաններին եւ կարող է դրվել, որպես ամփոփում եմ ասում, մեթոդների եւ կլասների վրա պայմանական ընդգրկման հնարավորություններով մի քիչ կլասի վրա չի ասի, որ հստակ աշխատեց, օրինակը կլասի վրա թույլ չի տալիս, այսինքն ցույց է տալիս, որ կլասի օբյեկտը գտնվում է ամեն դեպքում RAM-ում, բայց իր նրբությունները ունի։